Ելենա Արշակյանի «Ուրիշի ընտանիքը» սերիալում Էլիզը խոսում է տատիկի հետ։ Խոսում է անկեղծ, վաղուց կուտակված ցավից ու խառնաշփոթ զգացողություններից։ Նա պատմում է Էդոյի մասին, այն միակ մարդու, ով եղել է իր կողքին, քիկունքի պես ամոր, բայց ում հանդեպ ինքը վախենում է զգացմունք արտահայտել։ Տատիկը փորձառու կնոջ բնազդով միանգամից նկատում է ճշմարտությունը։ Էլիզի սրտում անտարբերություն չկա, կա խոր, թաքցրած սիրո շող։ Նա չի մեղադրում Էլիզին, փոխարենը տալիս է ամենակարևոր խորհուրդը. երբ սիրտը լռում է, հոգին մնում է դատարկ, եւ եթե Էլիզը իր մեջ գեթ մի փոքր սեր ունի Էդոյի հանդեպ, ապա պետք է խիզախի արտահայտել այն, քանի դեռ ուշ չէ, քանի որ Էդոն կարող է օրերից մի օր հոգնել պայքարել։ Էլիզը լուռ է, բայց խորքում արդեն ինչ-որ բան փոխվում է։ Իսկ այդ ընթացքում Նորոն ու Մագդան հանդիպում են։ Մագդան սպասում էր գոնե մի պարզաբանում, թե Նորոն կասի ինքն այս բաժանումը չի ցանկացել, որ ստիպված է եղել հեռանալ կյանքից հանելով սերը, բայց պահպանելով հարգանքը։ Բայց ոչ, Նորոն կարծես սառցեպատ է դարձել, ասում է ոչինչ չունի բացատրելու, ասում է չի սիրում։ Այս խոսքերն այնպիսի ուժով են հարվածում Մագդայի սրտին, որ նա կորցնում է վերահսկողությունը։ Զայրույթը խառնվում է ցավին, արդյունքը խոր հիասթափություն և վիրավորվածություն։ Մագդան այս ամենի բեռով գնում է Էդոյի մոտ։ Վերջինս լսում է նրան ուշադիր։ Նա փորձում է բացատրել Նորոն այսպես վարվեց, որպեսզի դուռ փակեր, որպեսզի Մագդան չսպասեր ապարդյուն։ Բայց Մագդայի սրտում ցավն ավելի բարձր է, քան տրամաբանությունը։ Նա հավատում է, Նորոն կարող էր ուրիշ կերպ վարվել, ավելի հարգալից, ավելի մեղմ, թեկուզ հրաժեշտով, բայց ոչ նվաստացմամբ։ Եվ այս բոլոր զգացողությունները պայթյում են Մագդայի ներսում հենց այն պահին, երբ նա տուն է վերադառնում և եղբորը Արշակին պատմում ամեն ինչ։ Արշակի համբերությունը վերջնականապես սպառվում է։ Այսքանից հետո նույնիսկ նրա զգույշ բնավորությունը չի կարող զսպել իրեն։ Նա զայրանում է։ Վշտից ծնված ուժով վերցնում է հեռախոսը և զանգում Նորոյին, պահանջում է հանդիպում, ոչ թե բացատրություն լսելու համար, այլ մարդու աչքերի մեջ նայելու, ինչպես էր նա համարձակվել Մագդայի հետ այդպես վարվել։ Ինչ ուզում է պատահած լիներ, Արշակի համար մեկնաբանություն չկա, որը կարդարացնի այդպիսի ցավ պատճառելը քրոջը։ Նորոն զարմանում է Արշակի զանգից, բայց չի հրաժարվում։ Նա գիտի, ճակատագրական հանդիպում է սպասվում։ Երկու տղամարդ, երկու աշխարհ և երկու տարբեր ճշմարտություններ, որոնք պետք է բախվեն, փորձելով գտնել լուծում մի պատմության, որտեղ սիրո, վշտի, վրեժի ու ներելու սահմանները արդեն վաղուց խառնվել են իրար։ Ամեն ինչ դեռ առջևում է, և ամեն պահ կարող է դառնալ ճակատագրական։ Հարգելի հետևորդներ, արդյոք Նորոն ու Արշակը ընդհանուր լեզու կգտնեն։ Գրեք մեկնաբանություն։